Պարոն Սարգսյան, դուք բողոքարկել էիք ձեր ԿՊ վարչությանը, որ չեք ընդգրկվել ցուցակում։ Հիմա ինչ նորություն կա։ Ես դիմել եմ սահմանված կարգով, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, որպեսզի ընդգրկվեմ, ինձ հնարավորություն ընձեռվի ընդգրկվել ցուցակի նախնական ընտրության կազմում, այսինքն դա ոչ թե ցուցակներ, այլ նախնական ընտրության կազմը, որից կուսակցականները պետք է ընտրության միջոցով որոշեին համամասնությամբ, թե ով ցուցակի որ հորիզոնականը պետք է զբաղեցնի։ Ինձ որևէ հիմնավորում չներկայացնելով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մերժել է, ես սահմանված կարգով բողոքարկել եմ վարչության որոշումը, ինձ հրավիրել են վարչության նիստի եւ որևէ ինձ համար ընդունելի պատճառաբանություն կամ ընդհանրապես պատճառաբանություն, որը ես համարում եմ օբյեկտիվ, չի ներկայացվել եւ իմ դիմումը մերժվել է եւ ես առաջիկայում չեմ կարող իրացնել իմ իրավունքը որպես կուսակցական եւ լինել ցուցակում, որպեսզի մեր կուսակցականները որոշեն, ես լինեմ ազգային ժողովում, թե ոչ։ Մենք որդեգրել ենք կուսակցությունը որդեգրել է քաղաքականություն, որ պետք է լինի թափանցիկություն, հավասարություն եւ պետք է լինի բոլոր կուսակցականների համար թափանցիկ գործընթացը, ցավոք սրտի բազմաթիվ կուսակցական իմ ընկերներ տարակուսանք են հայտնում, որ իրենք տեղեկացված չեն, թե ես ինչու թույլ չի տրվել, որպեսզի ես ընդգրկվեմ ցուցակում։ Ես առաջիկայի ընտրություններում, եթե որևէ բան չփոխվի, այսինքն եթե վարչությունը նոր որոշում չկայացնի, օրինակ վարչության նիստ չանեն ու որոշեն, որ չէ, Հայկի նկատմամբ սխալ ենք, արեք եք ընդգրկենք, ես չեմ լինի առաջիկա ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում, ասեմ որ նաև նման ցանկություն չունեմ անգամ բողոքարկելուս չընդունելուց հետո լինել նախընտրական ցուցակում։ Գուցե այլ կուսակցությունով մասնակցեք։ Ես արդեն պատասխանեցի հարցին։ Բայց չէ կոնկրետ մնալու եք որպես ԿՊ։ Ես մինչև 2026 թվականի նոր ընտրությունները ավարտը եւ գումարվի հաջորդ խորհրդարանը 9-րդ գումարումը, դա մոտավորապես կլինի 2026 թվականի սեպտեմբերին, շարունակելու եմ իմ լիազորությունների սահմաններում աշխատել եւ իրացնել բոլոր այն նպատակները, որ ունի մեր կուսակցությունը։ Անձնապես Փաշինյանի հետ հանդիպում կարող է պլանավորել գիրել։ Չունեմ նման պլանավորում։ Ինչի մտածում եք չի ընդունի ձեզ։ Չէ, անհրաժեշտություն չկա։ Այսինքն դուք հասկացաք, որ Փաշինյանը մտադիր է ձեզ չտեսնել ապագայում խորհրդարանում։ Ես հասկացա, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը չի ցանկանում, որպես ես լինեմ նախընտրական ցուցակում։ Այդ նաև Նիկոլ Փաշինյանը։ Վարչությունը։ Ինչու եք դուք հիմա պաշտպանում Նիկոլ Փաշինյանին։ Ես կներեք որտեղ տեսակ պաշտպանել։ Վարչությունը ունի 20 անդամ։ Վարչությունը ունի 20 անդամ, բոլորի ձայները հավասար են եւ վարչությունը կայացրել է երկու որոշում, առաջի դեպքում մերժել է իմ ցուցակում ընդգրկվել է, երկրորդ դեպքում մերժել է իմ բողոքարկումը։ Եվ սա վարչության որոշումն է։ Պարոն Սարգսյան, այդ ձևակերպեմ Փաշինյանը, եթե կամենար Փաշինյանը, դուք արդյոք չեք լինի այնտեղ։ Այդ հարցը ինձ չի ուղղված։ Facebook-յան ձեր էջում 2018 թվականից վիդեոներ եք բարբերաբար հրապարակում, ցույց տալով, որ Փաշինյանին աջակցել եք 2007 թվականից։ 2007-ից, բայց մասնապես նաև 2018 թվականի դեպքերի հետ կապված, այսինքն այս ամենը չօգնեց, հա, Փաշինյանին ոչինչ չասած, այն մարդիկ, ովքեր իր հետ ճանապարհ են անցել, հեղափոխություն են իրականացրել, փաստորեն նրանց հետ կարող է հեռացնել եւ որևէ խնդիր չունի։ Ես արդեն պատասխանեցի, որ վարչությունը կատարել է որոշում է կայացրել եւ նաեւ երկրորդ որոշումն է կայացրել, որով չի փոխել իր առաջի որոշումը, թե ով ինչով է առաջնորդվել, կարող եք այդ հարցը ուղղել վարչության անդամներին։ Որովհետեւ հիմնականում ասում են, որ ձեր շուրջ ստեղծված այս աղմուկը պայմանավորված է այն մարդկանց հետ, ովքեր որ քրեական ենթամշակույթին են պատկանում եւ դուք նրանց հետ ջերմ հարաբերություններ ունեք։ Խնդրեմ, որ նման բան է ասում, որևէ հիմնավորում ներկայացնի, դա անհեթեթություն է, ես որևէ քրեական ենթամշակույթի հետ երբևէ կապ չեմ ունեցել եւ հիմա էլ չունեմ, ես չունեմ նման ընկերներ, ես որևէ ընկեր չունեմ, ով հանդիսանում է քրեական ենթամշակույթի բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, այսինքն քրեական հեղինակություն կամ օրենքով գող, չկա նման բան, ասեմ ավելին, ես միակ պատգամավորն եմ, ով ազգային ժողովը մշտապես բարձրացրել է քրեական ենթամշակույթ կրող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը եւ որևէ առումով աշխատանքը առաջ չի գնացել, այսինքն
տրամաբանական եք համարում, որ միակ падգամավորը, ով ելույթներով, ներքին գործերի նախարարին հարց տալով, բարձրացնելով քրեական ենթամշակույթ կրող անձանց հարցը, իրեն մեղադրում են, ասում են այս падգամավորը կապ ունի քրեական ենթամշակույթի հետ։ Այսինքն միակ անձն եմ, ով դրա մասին ազգային ժողովում բարձրաձայն խոսացել է, դա նշանակում է, որ ես սատարում եմ քրեական ենթամշակույթին։ Այսինքն երբ ես ասում եմ, որ օրենքով սահմանվում է, որ քրեական ենթամշակույթի բարձրագույն կարգավիճակ ունենալը, տալը, ստանալը, պահպանելը նախատեսում է քրեական պատասխանատվություն, պատիժ, մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում, ինչու՞ չի օրենքով սահմանված նորմը կիրառվում, քանի որ ունենք օրենքով տասնյակ օրենքով գողեր, ովքեր գտնվում են ազատության մեջ, ինձ անհասկանալի պատասխաններ են տալիս ուժային կառույցները, որ ինչ-որ անձանց մասով գնում է քրեական գործեր, ինչ-որ անձանց մասով չկա տեղեկատվություն, մինչդեռ այդ տեղեկատվությունը, որ մենք ունենք տասնյակից ավել մոտ 2 տասնյակ օրենքով գողեր, նույն ներքին գործերի նախարարությունն է ինձ տրամադրել, այսինքն ինձ տրամադրում են, որ մենք ունենք 2 տասնյակ օրենքով գողեր, նաև ինձ տրամադրում են տեղեկատվություն, որ որևէ գող կալանքի մեջ չի գտնվում, բացառությամբ մեկ վրացի գողերով Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունի, այլ հոդվածով էր կալանավորվել եւ դատարանում չգիտես ոնց հայտարարել է, որ հանդիսանում օրենքով գող, նաև քրեական ենթամշակույթի հոդվածն է նրա վրա ավելացել, բացառությամբ այս դեպքի այս վիճակագրությունը ասում եմ անցած տարվա դրությամբ, որովհետեւ նոր վիճակագրություն չեմ վա, չենք ունեցել որևէ օրենքով գող, ով գտնվում է կալանքի մեջ, ունեցել ենք ովքեր գտնվել են տնային կներեք վարչական հսկողության տակ, այսինքն բրասլետով կամ գրավի դիմաց են դուրս եղել, ունեցել ենք բազմաթիվներ, ովքեր քրեական գործերը կարճվել են։ Այսինքն այս պայմաններում ու գալ ասել, որ Սարգսյան Հայկը քրեական ենթամշակույթին հովանավորում է, դրա համար պետք է չլինի ցուցակում, սա ոչ միայն սուտ է, այլ սա չեմ կարող այլ Բացատրություն կա, ունենք նաև, որ ամեն դեպքում ձեզ թիմից մերժում են, կուսակցությունից մերժում են, դուք ինչ բացատրություն եք, ինչու եք։ Ես բացատրություն չունեմ, ուղղակի հարցերում հնարավոր է այլ կուսակցությունով մասնակցեք, եթե ոչ ԿՊ-ով ընտրությունների։ նման հարց։ Եթե պաստորեն վարչությունից էլ Եթե այլ հարցը չունեք, ամփոփենք, որտեղ հարցերը կրկնվում են։ Կառավարության հետ եւս խնդիրներ ունեն։ Կառավարության հետ որևէ խնդիր ըստ իս չկա, ես շատ հաջող կերպով 5 օրենքի նախագիծ եմ ընդունել, որոնց կառավարությունը տվել է դրական եզրակացություն։ Այսօր 6-րդ օրենքն է քննարկվել հանձնաժողովում, որին նույնպես կառավարությունը տվել է դրական եզրակացություն։ Պատրաստվում եմ առաջիկա մի շարք օրենքի նախագիծը շրջանառել մինչև իմ լիազորությունների ժամկետի ավարտը եւ համագործակցել կառավարության հետ։ Շնորհակալ եմ, եթե այլ հարց այլ կուսակցությունով մասնակցեք։ չկա նման հարց։